Իսկ ես հիմա ուզում եմ խոսել Ջորջ Ֆորմանի մասին։ Ջորջ Ֆորմանը մահացել է 76 տարեկան է։ Ջորջ Ֆորմանը այս տեսնում եք այստեղ բոքսինգի այս բոքսեր էր, տեսնում եք իրեն երիտասարդ ժամանակում եւ մեծ նախ որ օլիմպիքի խաղերում 1968 թվականին մրցանակ է շահում որպես բոքսեր այդ ժամանակ։ Իսկ ծախում տեսնում եք Ջո Ֆրեյզեր, ամենահայտնի իհարկե 10 տարից ավել է Ջո Ֆրեյզեր ծախում մահացել է, որ ինքը առաջին տեղն էր գրավում, չեմպիոններ, բոքսինգի չեմպիոններ, որ Ջորջ Ֆորմանը աչում տեսնում եք, Ջորջ Ֆորմանը 192 սանտիմետր բոյ ուներ, տեսնում եք ավել շատ բարձրահասակ է, քան թե Ջո Ֆրեյզերը այդ ժամանակվա չեմպիոնը մրցակցություն են ունենում եւ Ջորջ Ֆորման կարողանում է դառնա այս երկրի բոքսինգի չեմպիոնը 1973 իսկ ամենակարևոր խաղերից մեկը նաև Մոհամմադ Ալի Քլեյի հետ տեսնում եք այստեղ որ իրենց մրցակցությունը տեղի ունեցավ սա Զայրում, ինչ որ հիմա Կոնգո է կոչվում, այստեղ տեսնում եք 60,000 մարդ այդ մրցակցության ներկա էին, թեև բոլոր մասնակիցները ասել էին, որովհետև այդ ժամանակ Ջորջ Ֆորմանը 25 տարեկան էր, այնտեղ Մոհամմադ Ալին տեսնում եք 32 տարեկան էր։ Ինքը Մոհամմադ Ալին, որովհետև Վիետնամի պատերազմի չգնաց, իրեն վտարել էին որպես չեմպիոն, եւ ահա այսպես բոլորը ասում են, որ Ջորջ Ֆորմանը անպայման հաղթելու է, այդ ժամանակ Ջորջ Ֆորմանը ասացի 100 մոտարապես 92 սանտիմետր էր, Մոհամմադ Ալին մոտարապես 189 սանտիմետր կամ 6 ֆիտ 3 ինչ բոյ ուներ, այսպես բայց կշիռով նաև մոտիկ էին, Ջորջ Ֆորմանը 220 pound, Մոհամմադ Ալի այդ ժամանակ 210 pound էր, մոտարապես մի 10 pound կամ 4 կիլո ավել կշիռը բարձր էր Ջորջ Ֆորմանի։ Ամենայն դեպս այդ մրցակցության ժամանակ Զայրում կարողանում է հետ ստանալ որպես բոքսինգի չեմպիոնը Մոհամմադ Ալին այդտեղ տեսնում եք։ Տարօրինակ սա էր, որ մինչև այդ ժամանակ, գիտեք, հեռուստատեսությամբ ցույց էին տալիս։ Ամեն մարդ չէր, որ աշխարհում հեռուստացույց ուներ։ Հիմա ամեն տեղ ամեն մարդ հեռուստացույց ունի։ Այն ժամանակ այդպես չէր։ Առաջին անգամ լինելով հեռուստատեսությամբ 50 միլիոնից ավել մարդ դիտեցին այս մրցակցությունը, որ ռեկորդ էր համարվում այդ տարիների ընթացքին եւ 60,000 ստադիումի մեջ էին։ Մրցակցության ժամանակ Մոհամմադ Ալին անընդհատ այսպես պաշտպանողական դիրքի մեջ էր եւ ճղայնացնում էր Ջորջ Ֆորմանին ասելով, այսինքն ինքը չէր հարձակվում, պաշտպանվում էր Մոհամմադ Ալին ու անընդհատ իրեն ասում էր Ջորջ Ֆորմանին, that's all you got, George, այսինքն դա հենց այդքան կարող ես ու վերջը բավական հոգնածում է Ջորջին եւ կարողանում է հաղթանակ շահի։ Ջորջ Ֆորման շատ քրիստոնյա անձնավորություն էր եւ 1980 թվականից հետո նորից վերադառնում է, քանի անգամ վերադառնում է օրինակի համար 1994 թվականին Մայքլ Մորեր նրան հաղթելով նորից հաղթանակ է շահում, արդեն 40 տարեկան մի մարդ էր այդ տարիքներում եւ վերջ-վերջո հետո էլ հրաժարվում է։ Այդ տարիների ընթացքին, երբ որ ինքը չեմպիոնն էր, որոշ անձիկի ասում էր, որ նրանց հետ պետք է մրցակցեց,
Boxing-ի Federation-ն ասում էր ու չէր մասնակցում, չէր խաղում, հետո վերջ-վերջո այսպես տարիներ մասնակցեց, չմասնակցեց Ջորջ Ֆորմեն, բայց 1980-ից եղավ պատվելի դարձավ եւ այն ժամանակվանից 80-ից հետո թեև մրցակցության նաեւ մասնակցել էր պատվելի է եղել քրիստոնյա տավանանքներ քարոզում միշտ բարի հարաբերություն ուներ շրջապատի հետ Ջորջ Ֆորմանը իսկ մի ուրիշ բան արեց այս ինչ որ տեսնում եք այստեղ մեքենան որպեսի խորոված չգիտեմ համբուրգեր ուրիշ այս մեքենան առաջարկեց եւ մեծ հաջողություն ունեցավ այսինքն այդքան հաջողություն չէր ունեցել բոքսինգի մեջ թեև ասացի 1974 թվին 5 միլիոն ստացել էր որ Մամադալի հետ մրցակցեր բայց այս մեքենայի վաճառքից խոշոր եկամուտ ունեցավ իր մահվան ժամանակ ասում են որ 300 միլիոն հարստություն ուներ գիտեք երբ որ այս երկրին ասում են 300 միլիոն հարստություն ունի այդ գումարն է ինչ որ tax return-ի մեջ գրված է անձը կարող է դրա երկու անգամ կամ ավելի գումար ունենա որովհետև եթե մի բնակարան ունի 30 տարի 50 տարի առաջ գնեն է ընդամենը գնեն է 100,000 հիմա այդ բնակարանը արժում է $5 միլիոն իր tax return-ի մեջ գրված է 100,000 կամ 1 միլիոն կամ որևէ գումար դրա համար ասացին որ միաժամանակ հետաքրիր երևույթ որ 5 տղա ուներ Ջորջ Ֆորմանը բոլոր 5-ի անունը տրել էր Ջորջ Էդվարդ ինչ որ իր անունն էր Ֆորմեն բոլորի անունը նույնն էր տրել որ ասում էր բոլորը իրար հետ ընկերներ լինեն որևէ մեկը մյուսի առավելություն չունի մտերիմ մնան իրար հետ եւ նույն անունը կրեն այդպես իր տղաներին անվանակոչելներ Ես հիմա ուզում եմ անդրադառնալ այս ուրբաթ օր եւ մինչեւ շաբաթ տևող դժվար կացություն Heathrow Airport Լոնդոնի Heathrow Airport-ը համարվում է աշխարհի ամենախոշոր օդանավակայաններից մեկը նրանք որ անցել են Լոնդոնից գիտեն հսկայություն է Heathrow Airport-ը միցև հաբ է կենտրոն է ամենտեղ գնալու դեպի Ամերիկա, Հարավային Աֆրիկա եւ Ասիա գնալու համար տեղի ունեցել։ Իհարկե չեն կասկածում սաբոտաժ չի եղել, այսինքն չեն ստեղծել, այսինքն տերորիստական ակտ չի եղել եւ այլն, կարծում են, որ այդ էլեկտրակայանը ինչ որ օդանավակայանում գոյություն ունի, այդտեղ պայթյունը տեղի ունեցել եւ ստեղծել է այդ դժվար կացությունը ինչ որ դրանից անցավ, տեսնում եք այստեղ 1300 թռիչք cancel եղավ աշխարհի բոլոր օդանավակայաններում այստեղ տեսնում եք Նյու Յորք, Մադրիդ 200,000 ճամփորդ խանգարվեցին օդանավի մեջ, իսկ ուրիշ օդանավակայաններում նաև պրոբլեմ եղավ։ Օդանավներ դեպի Լոնդոն եկեն էին, դեպի Ամերիկայից ասենին հետ վերադարձեք, որտեղից որ եկել եք։ Որոշ ասացին Իռլանդիա գնան։ Այսպես լրիվ խանգարվեց աշխարհի, այսպես տեսնում եք։ Դեպի Լոնդոն եւ հետո որ հետ վերադառնան։ Մեծ պրոբլեմ այդ օրը ուրբաթ օրը եւ հետո Կիրակի տեսնում եք հրդեհն եք տեսնում այսպես departure կամ բոլոր թռիչքները cancel արին եւ որևէ թռիչք թույլ չտվին վայր իջնի այդ օր եւ այսպես տեսնում եք Ռոմից եթե գալիս է Աստին Թեքսասից բոլորը պրոբլեմներ ունեցան թռիչքները 100 flight այդ վարկյանին որ մոտեցած էին նաև իրենց ասացին ուրիշ տարածքներ գնան կամ վերադառնան այստեղ տեսնում եք JFK-ից եկենին ասացին հետ պտեք ու հետ գնացեք ձեր օդանավակայանը մենք չենք ընդունելու այս անձն է որ ասում է ես Դիթրոյթից ինձ գնացնեմ Ամստերդամ
Հետո Ամստերդամից ինձ տարեն են Անգլիայի Բերմինգհամ քաղաքը եւ այնտեղից թաքսի եմ վերցրել, որ կարողանամ հասնեմ Լոնդոն, որովհետեւ ուզում էի անմիջապես հասնել այնտեղ, որովհետեւ հարկավոր էր իր ներկայությունը Անգլիայում։ Air Canada այստեղ տեսնում եք ասում է they got London Heathrow shut down, ուրեմն ճամփորդներին է ասում, որ մեր չենք կարող շարունակենք, այսպես տեսնում եք Լոնդոնի շուրջը օդանավներն են, որ թույլ չեն տալիս իջնի։ Սա անսովոր բաներ ինչ որ տեղի ունեցավ, բարեբախտաբար կարողացել են հարցը լուծել։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Դադարից Իլան Մասկի նախագահ Թրամփի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Ալեքս Ահարոնյանն է հովանավորում ծրագիրը։ Եթե ցանկություն ունեք Դուբայում, որ այս վերջերս հայերը շատ այնտեղ կալվածներ են գնում, կարող եք իրեն զանգարեք, լայսենս ունի այդ հարցում Դուբայում, ուրիշ ընկերություններ կան, որ իրենք լայսենս չունեն Դուբայում վաճառքի, real estate broker տեսնում եք այստեղ, զանգարեք այս պաստառի վրա երևացող հեռախոսահամարին, այստեղ տեսնում եք 818-599-4040, իր հետ խորհրդակցեք, եթե ցանկություն եք, կալված գնեք Դուբայում։ Եվ օրստորե այնտեղ ամեն ինչ աճում է, թանկանում է, հարմար առիթ է, եթե ցանկություն ունեք գնելու այդտեղ։ Ծրագիրը հովանավորում է Prime-Med Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Գտնում եք Գլենոքս փողոցի վրա, հեռախոսահամարը շատ հեշտ է 818 6 307 զանգարեք, ձեր տեղերը կբերեն ձեր տանը կասեն, կամ դուք գնացեք այնտեղից վերցրեք։ Այստեղ տեսնում եք Գլենոքս եւ Highland փողոցի ճիշտ հատմանկետում է գտնվում կվերադառնա։ Իլան Մասկ նախագահ Թրամփի ամենավստահելի խորհրդատուն է եւ Իլան Մասկի պատճառով կարողանացավ նախագահն երևի ընտրվի, որովհետեւ հարյուրավոր միլիոնավոր դոլար տրամադրեց իր ընտրության ժամանակ, այսինքն նախագահ Թրամփի այս անցյալ տարվա 2024-ի նոյեմբերի ընտրության գումար տրամադրեց Իլան Մասկը, որպեսզի կարողանան այդ 7 կարևոր նահանգներում գումարը ծախսեն, որպեսզի նախագահը այդ 7 տարածքներում ինքը ընտրվի եւ այդպիսով դարձավ այս երկրի նախագահը։ Դրա համար մասա միշտ իր հետ է։ Հիմա մի տարօրինակ դեպք ինչ որ տեղի ունեցել, որ Ամերիկայում պաշտպանության նախարարության մեջը, այդ շենքին մեջը մեկ տարածք կա, որը կոչվում է tank, այսինքն tank ինչ որ գիտեք զինվորական, որ շատ ամենաապահով տեղն է, երբ որ ուզում են ժողով անի պաշտպանության նախարարության գեներալները, ղեկավարությունը նախարարը եւ այլն, այդտեղ են այդ ժողովը կատարում։ Հիմա New York Times հայտնի թերթը այս երկրում կարողանում է բացահայտի հանկարծ, որ պաշտպանության նախարարը եւ Indo-Pacific այն անձը ինչ որ 4 աստղանի գեներալ ինչ որ ղեկավարն է նավատորմի այդ հերու արևելքում ժողով է տեղի ունենալու, որ բացատրելու են, որ ծրագիրը որն է, որ եթե Չինաստանը հանկարծ հարձակվի Ամերիկայի վրա, այսինքն սա անսովոր բան չի, այդ ժողովը միշտ է տեղի ունենում, միշտ ծրագիր ունեն, որ ինչպես պիտի տեղի ունենա, ժամանակ առ ժամանակ հետ վերանայում են, ճշտում են, կապված առիթի, ինչ է տեղի ունենում աշխարհում, ինչ է տեղի ունենում այդ շրջանում, ամեն տարածքների համար ունեն։ Բայց Իլան Մասկը մասնակցի նման ժողովի այս թերթը բացահայտում է։ Թերթը բացահայտելուց
ինքը պիտի առավոտ 9-ին գնար այնտեղ, շաբաթավերջին պիտի գնար այնտեղ, բացահայտելուց հետո միանգամից այդ խոշոր մտահոգություն է ստեղծվում, որ սա կառավարության համար չի աշխատում, այլ նախագահը, որովհետև ինքը անձամբ կառավարության, պաշտպանության նախարարության հետ կոնտրակտներ ունի, համաձայնագիրներ ունի, անձնական մեկը որ աշխարհական է եւ կառավարության անդամ չի կարող Ամերիկայի ամենագաղտնի տեղեկությունը բերեն իր հետ սկսեն բացահայտեն։ Հիմա ոմանք մեղադրում են, որովհետև նախագահ Թրամփը մեկ հոգու նշանակեց պաշտպանության նախարար, որ որևէ փորձ չունի այդ աշխատանքի համար։ Հեռուստատեսության հաղորդավար էր այդ անձը, իհարկե զինվորական ծառայությունը տվել այդ ով որ հիմա նախարարն է, բայց ինքը չի ղեկավարել ոչ հեքսետ տեսնում եք այստեղ իրեն։ Ինքը նման ոչ մեկի անգամ հեռուստատեսության հաղորդավարը մի քանի հոգու հետ է գործում, 5 հոգի 10 հոգու հետ գործում է հեռուստատեսության կապ ունեցող եւ նաեւ շաբաթավերջի հաղորդավար է, կարևոր հաղորդավարներ ֆաքսում նրանք են որ շաբաթվա ընթացքին ելույթ են ունենում 5 օրը։ Ինքը շաբաթավերջին ելույթ ուներ եւ Թրամփը իրեն նշանակել որտեղ նախարար եւ նաեւ բոլոր ղեկավարությունը նրանք որ ղեկավարներն են այս երկրի օթուժի, ցամաքային ուժերի եւ նավատորմի ղեկավարներին բոլորին հանեց եւ նոր անձիկ տեղադրեց այդտեղ։ Հիմա դրա պատճառով է որ բոլորը անփորձ են եւ աշխարհականի բերել ու բացատրել այդ սենյակում որ ասացի թանկ է կոչվում այս թերթը երբ բացահայտեց մեկ անգամից կարծես նրանք որ ավել փորձառու են ասացին որ սա չի կարելի եւ նույն ժամանակ երբ որ Իլան Մասկը գալիս է պաշտպանության նախարարություն ժողովը նորից կատարում են բայց սովորական որ ես քիչ հետո մի քիչ տեսանյութում կտեսնեք սովորական որ ասում են որպես իրեն ընդհանուր հարցերի մասին են խոսում, որովհետև Իլան Մասկը այդ կրճատումները ամեն դեպարտմանում կատարում է, այդ մասին ենք իրեն հրավիրել։ Դրա համար էլ երբ գնում են այն սենյակ, որ ասացի թանկ է պաշտպանության նախարարը եւ ուրիշ գեներալներ, ասացի հերու արևելքին վերաբերող այդ ժողովում հետո են կատարում այսինքն Իլան Մասկը թողնում հեռանում է, հետո այդ ժողովը տեղի ունենում այս բացահայտումի հետևանքով։ Ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ, տեսնում եք այստեղ Իլան Մասկն գնում էր պատոր իրեն տեսնում եք այստեղ եւ այս թերթն է ինչ որ բացահայտում է որ Պենտագոնը կամ պաշտպանության նախարարությունը ուրբաթ օր Իլան Մասկին Ամերիկայի ծրագիրը, որ ինչպես պետք է Չինաստանի հետ առնչվեն, եթե պատերազմ պիտի տեղի ունենա, այսպես տեսնում եք 5 շաբթի օրը ասեն էին, որ Իլան Մասկ գալիս այս ժողովին մասնակցի, եւ երբ թերթը ուրբաթ առավոտյան բացահայտում է, այսպես Թրամփին այսպես մեկ նախարարն է որ բացատրում է այդպես տեսնում եք նախարարը նորից Իլան Մասկին ընդունել է բայց այն ժողովը պիտի տեղի ունենար չի լինում այս ժողովը որ մի քանի աշխարհականների հետ նստած են ու տարբեր հարցեր են շոշափում այսպես տեսնում եք Իլան Մասկը գիտեք Թեսլայի տերն է եւ հիմա ժողովուրդ շատ բարգացած են Իլան Մասկի վրա Թեսլան տարբեր տեղերում հրդեհում են եւ իր այդ Թեսլայի փայատերությունը կեսի է իջել։ Այստեղ տեսնում եք Իլան Մասկն է որ ասում է ես Պենտագոնի ցանկություն ունեմ որ ով էր այդ կարևոր տեղեկությունը բացահայտել հասցրել էր թերթի լրագրողներին, որովհետև ոչ ոք չգիտի ով է այս տեղեկությունը, որովհետև շատ քիչ մարդիկ են իմացել,
որ նման ժողով պիտի ունենա։ Եվ այստեղ տեսնում եք սպառնում է Իլան Մասկը, ասում եք կգտնենք իրեն։ Այսպես տեսնում եք Air Force-ի վերջին օդանավներից մեկն էր, ինչ որ այդտեղ տեսնում եք։ Հիմա 47-րդ նախագահն է Թրամփը, իսկ մեկ bomber, այսինքն օդանավ, քիչ առաջ այդ օդանավն էիք տեսնում, որը սա ռմբակոծող օդանավ է նոր, որ մանրամասնություն չեն տվել, տեսնում եք տենց այսպես շվաքի մեջ է, որ այդ 20 բիլիոն նախագահ ասել է տրամադրեն, որ F համարը լինի 47 նախագահը 47-րդ նախագահն է, ուրեմն տեսնում եք F47 է կոչվելու եւ այս տեսակ օդանավը իհարկե պետք է հիշել, որ 1947-ին էր, որ Ամերիկայի այս ուժերը բոլորը մի կտոր էին, այդ ժամանակ է որ օդուժը հանեցին, դարձավ իրեն համար ճոգ բաժին, մնացած ցամաքային ուժից բաժանվեց նաև։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ խոսեմ անօրինականներին, որ նախագահ Թրամփը հրաման է տվել, որ այս երկրից արտաքսեն, Գազայի մասին հետո խոսեմ, հոմլեսների մասին պիտի խոսեմ, Կոլումբիա համալսարանի մասին պիտի խոսեմ, այս ծրագիրը հովանավորում է Երևան Shipping-ն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք ծանրոց ունեք Հայաստան ղրկելու համար, իրենց հանձնեք, երկու կենտրոն ունեն, Լանկշին փողոցի վրա, Նորթ Հոլիվուդում եւ Palmer փողոց Glendale քաղաքում։ Միայն այս երկու կենտրոնն է Երևան Shipping-ը, որ եթե դուք $100 գումար ուղարկեք Հայաստան, $1 եք վճարում, այսինքն 1% է, $500 ուղարկեք $5։ Այսինքն իրեն ծախսը անգամ չի փակելու, բայց որովհետև գալիս է մեր առջև ունենք զատիկը, անպայման սա երկարաձգվելու է մինչև այդ ժամանակ։ Եթե գումար պիտի ուղարկեք, փոխարեն ուրիշ տեղ գնաք 1%-ով այստեղ կատարեք, որ որևէ ուրիշ տեղ 3.5% է։ Իսկ ծանրոց եթե ունեք ուղարկելու, եթե նավով ուղարկեք 2 ամիսուկես 3 ամիս պիտի տևի ձեր ազգականը, բարեկամը իր ծանրոց Հայաստանում կարողանա ստանա։ Օդանավով գինը իջեցրել են $5-ից իջեցրել են $2.99, մի քանի օր հետո ինչ որ ցանկություն եք ուղարկելու, իրենք կստանան։ Այցելեք անպայման Երևան Shipping։ Ծրագիրը հովանավորում է Vivaldi Banquet Hall-ն է հովանավորում կամ Vivaldi Catering Venue and Catering հովանավորում է ծրագիր 3 սրահներ ունեն Vivaldi Venue and Catering հովանավորում է այդ 120 հոգի տարողությամբ 150 եւ 300 տարողությամբ սրահներ ունի հարսանիք կնունք նշանտրեք հոգեհաց պիտի տակ նաև ամենօրյա ճաշ են առաջարկում, նաև որը 12 հոգու համար մոտարապես ընդամենը $300 է, իսկ երեխաների համար 10-ից 12-ի համար, եթե խնջույք եք կազմակերպում, ընդամենը $150-ով ինչ որ կարիք ունեն երեխաները ուտելիքները, իրենք կբերեն կամ դուք կարող եք իրենցից վերցնել կվերադառնա։ Անօրինականներին այս շաբաթավերջին այս երկրից արտաքսին, ուրբաթ ավել շուտ արտաքսին 3 օդանավով Էլ Սալվադոր տարին, որտեղ այնտեղ 6 միլիոն Էլ Սալվադորի նախագահը ասել էր ինձ տվեք այդ 238 անօրինականներին բերեք այստեղ իջեցրեք իրեն։ Հիմա իհարկե Վենեսուելան նաև ընդունել է, որ անօրինականներ ընդունի։ Իսկ նախագահը ինքը իրավունք չունի այսպես անձիկին այս երկրից արտաքսի։ Իսկ 1798 թվին մեկ օրենք են այն ժամանակ անցացրել, որ երբ emergency լինի, որ պատերազմ է, երկիրը պատերազմի մեջ է, ուրիշ դժվարություններ կա, նախագահը կարող է այդ աշխատանք անի։ Այդ օրենքը մինչ հիմա 3 անգամ են օգտվել։ Առաջին համաշխարհային, երկրորդ համաշխարհային եւ հետո մեկ անգամ նաև օգտագործել են, այսպես չի եղել, որ որևէ ուրիշ ժամանակ օգտվեն։
նախագահը ման են եկել մասամբ գտնել մի օրենք, որ կարողանան այս մարդկանց իբր թե օրինական հանեին։ Իսկ այս հարցը մի խումբ տատ են բացանում, որ առանց due process, այսինքն առանց դատարանին հայտնելու պետք է գնան դատարան, այս երկիրը ամեն ինչի համար այսպես է։ Որևէ հարցով պետք է միանան, այսինքն դատարանի առջև եւ դատախազություն այս երկրի Attorney General-ը ուղարկում է մեկը, նրանց փաստաբանները նաև պետք է ներկայանան, դատավորին ներկայացնեն եւ սովորաբար դատավորները այս հարցում խիստ են, այսինքն ընդունում են, անում են մարդկանց այս երկրից, եթե սխալ է տեղի տվել կամ ուրիշ հարցեր եղեն։ Բայց այստեղ չեն գնում այդտեղ։ Անկամ դատավորին ուրիշները այդ այսինքն նրանց որ հանում էին երկրից դատարան են միանում շաբաթ օր։ Դատավորը ասում է, երբ երկու օդանավ արդեն բարձրացել էր, ասում է այդ օդանավներին հետ վերադարձրեք։ Ուշադրություն չեն դարձնում երրորդ օդանավն էլ նաև դատավորի հրամանից հետո, որտեղ երկու օդանավ որ դուրս են երկրից, ասում են մենք չենք կարող հիմա կոնտրոլ չունենք, իսկ երրորդը այստեղ է լինում գնում է, դա համարվում է դատավորին անարգել։ Դատավորը ինքը Chief Justice-ն է, այդ Circuit-ի Chief Justice-ն է, որտեղ Federal Judge-ը այսպես ասել է, որ հիմա այս շաբաթ բերեն ներկայացնեն, որ ինչպես իրենք կարող են արտաքսել առանց դատավորի կամ այս երկրի օրենսդրության հրամանը չկա, չպիտի այդպես աշխատանք կատարվի։ Նախագահը նախքան ասել էին, որ նախագահի հրամանն է։ Հիմա նախագահ Թրամփը ինքը կարծեք թե վատ վիճակի մեջ է եղել, նախագահը ասում է ես չեմ հրաման, ես չեմ տվել։ Արտգործ նախարարը այսինքն Ռուբիո անունով Մարկո Ռուբիոն է հրամանը տվել։ Հիմա հայտնի չի ով է տվել այս վարչակազմի մեջ, ով է հրաման տվել, ինչպես եղավ 3 օդանավ անօրինականներին տարեն են։ Հիմա այդ անօրինականները ոմանք ոչրագործ են իրենք, որ այսինքն դատարան նաև գնային թույլ կտային, բայց ոմանք անօրինական կա այստեղ, բայց ֆուտբոլիստ է, ճանաչված, այսպես Ախոյան է ինքը, որ նրան նաև այս երկրից հանել են, սովորաբար մեկը եթե որևէ սխալ չի տվել այստեղ երկար ժամանակ այստեղ նպատակը չի դրան հանել այս երկրից, որովհետև 11 միլիոնից ավել անօրինական կա, ուրեմն ավել հարմար կլինի ոչրագործներին նրանց երկրից հանել առաջին փուլում, որ նման մարդը առնվազն 1 միլիոն այդպես մարդ կա այս երկրում, որ իրեն ասել են չես կարող այս երկիրը մնաս ու տեղ մնում է, նրանք որ ոչրագործություն են տեղի տվել, ամենայն դեպս նպատակ դա է, որ ուզում են մարդիկ բոլորը տեսնեն, որ առաջ նրանց են վտարում այս երկրի։ Ես հիմա այստեղ ուզում եմ ցույց տալ ձեզ, անցնենք առաջ, տեսնում եք այստեղ այդ ձերբակալվածներն են, այստեղ իրենց տանում են, տեսեք ինչ վիճակում տանում են այս 238 հոգու, ինչպես տարիներ առաջ։ Սա դատավորն է, ում որ այստեղ տեսնում եք, Ջեյմս Բասբերգ անունով այս դատավորն է, որ հիմա շատ բարգացած ասել Chief Justice-ն է այդ շրջանի, տեսնում եք United States Court-ն է, Washington DC District Judge, ասենք Federal Judge այս անձնավորությունը, հրաման է տալիս, ասում է որևէ օդանավ այս մարդիկ, որ մեջն են, պետք է հետ վերադարձնեք Ամերիկա, որ առանց իրավունքի այս աշխատանքը կատարեն եք եւ հենց հիմա հետևեք, տեսնում եք այդտեղ ինչպես այս երկու անգամ նախագահը Էլ Սալվադորի նախագահն է, որ այսինքն այս social media-ի վրա գրվում է Բակլ անունով, ասում է ուպս ուշ է ասել դատավորը, տեսնում եք այդտեղ նկար է դրել
այսպես երկրից հանեն են օթանավներն եք տեսնում Department of Justice տեսնում եք եւ այստեղ Deputy Assistant Attorney General գնում է դատարան շաբաթ օրը ասում է որ գիտեմ դուք ինչ եք ասում բայց հիմա երկու օթանավը գնացել են իհարկե երրորդ չէր գնաց հետո ղրկում են այս դատավորը հիմա պահանջում է որ անպայման կան եւ բացատրեն ինչու այսպես ուրբաթ օրը գիշերը այդ գործը կատարեն են ինքը շաբաթ օրն է անդրադառնում որ այսպես մեկը հրաման կա այս Wasberg տեսնում եք այս Chief Justice ասում է եւ շտաբ տարեն եք նախքան տեղյակ վահելու բողոքում է այս դատավորը ասում է ինձ թվում է որ միակ պատճառը որ դուք այս արեն եք որովհետեւ ուզում եք երկրից դուրս հանեիք նախքան դատը բացվեր բերեին ինձ մոտ անպայման դուք դիտմամբ այդ գործը արել եք որ մեղադրում է նախագահի վարչակազմին այս մեղավոր կամ այս անօրինականների ան այստեղ տեսնում եք այս երիտասարդն է որ ասացի հայտնի ֆուտբոլիստ է եւ սրան նաեւ հանեն են որևէ ռեկորդ չունի որևէ այսինքն ոչրակորդ չի եղել որևէ տեղում այսպես տեսնում եք ինչ տեղի ունեցավ այս ուրբաթ օր եւ շաբաթ օր որտեղ դատավորը այսպես բարգացած ասա երկուշաբթի օրը եկեք հիմա ինչ պիտի անի դատավորը հետո երևի կանդրադառնանք ինչ է կատարում ես ուզում եմ ցույց ցույց տալ Գազայում ինչ է տեղի ունում այնտեղ գիտեք Իսրայելը սկսել է ռմբակոծում է Գազան կամ Գազան ռմբակոծում է եւ հետ են վերադարձել այսինքն Նաթանյահու հրաման է տվել զորքը դուրս էին անել որովհետեւ Սա պաշտպանության նախարարն է, որ ասում է շարունակելու ենք, ռմբակոծելու ենք, մի տարածքից ասում են բարձրացեք հյուսիսային մասը, հետո ասում են իջեք հարավային մասը, գնացեք հարավային մասը ու ռմբակոծում են, հետո չեն սպասում, այսինքն 438 հոգու մեկ անգամից սպանեցին, հետո մի 100-ից ավել սպանեցին, ասում են շարունակելու ենք ռմբակոծել, կարևոր չի, մինչև այդ 3 փուլի մեջ համաձայնության եկել Դամասի հետ Իսրայելի կառավարությունը ստորագրել էին, որ առաջին փուլում քանի հոգի պիտի արձակեն, երկրորդ փուլում քանի հոգի, երրորդ փուլում եւ վերջավորությամբ պետք է այդ Գազայի շրջանից Իսրայելի զինվորները դուրս հանեին։ Իսկ երբ սա Բայդենի ժամանակ էր համաձայնությունը Իսկ երբ Թրամփը եկավ, Թրամփ ասաց անմիջապես բանդարկյալներին, այսինքն Իսրայել գերիներին, իսրայելցի գերիներին Համասը ազատի, թե չէ դժոխք եմ դարձնելու այդտեղ։ Եկե Համասը այդ ուշադրություն չդարձնում դրանց այս հարցերին եւ հիմա երբ որ այդ օրը ինչ որ ինքը նշանակել էր շաբաթ օր ասել էր մի քանի շաբաթ առաջ էր Հիմա Իսրայելին ասել է ինչ ուզում եք արեք, այսպես ազատ եք, ինչքան ուզում եք ջարդեք, սպանեք, ազատ եք ինչ որ ցանկությունն է ձերը կատարեք։ Եվ ահապես Նաթանյահուն, որ երկրում անընդհատ հանրությունը դուրս է գալիս, որ ինքը թողնի հեռանա, այսինքն չմնա վարչապետ, բայց այսպես հարցեր, որը ստեղծվում է իրեն համար, իրեն կամ իրեն ձեռք է տալիս որտեղ երկիրը պատերազմի մեջ է, ուրեմն ավել դժվար է բողոքել, երբ որ երկիրը պատերազմի մեջ է, բայց դրանով հանդերձ ժողովուրդ դուրս է գալիս բողոքում է։ Ասում եմ, ինչ հիմա բանդարկյալները ազատվել էին, իսկ հիմա մնացել են այնտեղ, հիմա այսպես որ շարունակում է, երբ որ Իսրայելը ռմբակոծում է, կարող այն տարածքը, ինչպես անցյալում եղավ, որ ռմբակոծում էին, անգամ մահացան բանդարկյալները եւ ռմբակոծում էին, երբ որ այդ 6 միտեղ բանդարկված էին, պաղեստինցիք 6-ին սպանում են, որովհետև տեսնում են էլ գալիս են հասնեն ու այդ բանակցություն միտեղ չի հասնում, իրենք էլ զոհ են գնում,
այդ իսրայելցիներին էլ սպանում են, տեսնում եք շարունակում է այսպես, որովհետև հենց իրենք իսրայելցիք մեղադրում են, որ ինքը պատճառ է դարձել ավել զոհեր ունենալու, մենակ ինքը այդ աթոռին վրա մնա եւ շարունակի իր ղեկավարությունը, այսպես մեղադրում են Նաթանյահուին։ Ես ուզում եմ խոսել Լոս Անջելեսի հոմլեսների մասին։ Թվում է թիվը պակասել է հոմլեսների, երբ որ այս գավառը, քաունթին եւ Լոս Անջելես քաղաքը մեծ աշխատանք են տանում, միլիոնավոր դոլարներ են ծախսում, հիմա դա արդյունքը ես ուզում եմ ցույց տալ Լոս Անջելես County, ուրեմն այս գավառինն եմ խոսում, excluding, սա Գլենդելը մեջը չի, Լանգ Բիչը մեջը չի եւ Փասադինա մեջը չի, որտեղ սրանք իրենք տարբեր քաղաքներ են։ Ուրեմն LA County-ում տեսնում եք 2023 թվին 36585 մարդ էր բնակվում այս county-ում, homeless այսինքն։ 2024-ին սա մեր բասը մեծ գումարներ տրամադրեց, թվում է մասամբ պակասել է, այստեղ տեսնում եք 900 հոգի իջել է թիվը։ Եվ 2024-ից մինչ հիմա, որովհետև տարեսկզբին սկսում են հաշվել, քանի homeless կա։ Տեսնում են անցյալ 2024-ից մինչև 2025 թիվը այստեղ նորից մասամբ 3600 պատկերացրեք իջել է թիվը։ Այսպես տեսնում եք տարբերությունը պարբերաբար իջել է թիվը։ Իսկ հիմա խնդրեմ կա, որ Լոս Անջելես քաղաքը, հիմա քիչ հետո սա ասացի county-ն է, Լոս Անջելես քաղաքը ինքը 1 բիլիոն բաջետային պակաս ունի, հիմա ինչ անցնենք, ինչպես կլինի, տեսնում եք հիմա Լոս Անջելես County-ն տեսակ եւ քաղաքը նաեւ հոմլեսների թիվը պակասել է։ Տեսնում եք ամեն տեղ փողոցներում տեսնում եք հոմլեսները դեռ շարունակվում է մասամբ պակասել է, բայց դեռ 30,000-ից ավել հոմլես ապրում է փողոցներում։ Լոս Անջելես քաղաքն էլ նույնպես հազարավոր մարդ հոմլես մնացել է։ Այստեղ տարբեր շենքեր են, որ տրամադրել են, սենյակներ են տրամադրում իրենց։ Ես պիտի Տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից Կոլումբիա ճանաչված համալսարանին վերաբերող հարց ցուցադրեմ, խոսեմ մասին։ Ծրագիրը հովանավորում է Մարգարյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե ավտովթար եք ունեցել կամ որևէ ուրիշ վնասվածքներ եք ունեցել, ուրիշի սխալի պատճառով դուք վնաս եք կրել։ Որևէ վնաս եթե կրել եք ուրիշի մեղքով, հիմա մեքենային կվերաբերի, բնակարանի կապ ունի, շենքի կապ ունի, որևէ հարցով դուք վնասվել եք, ուրիշը պատճառն է դարձել ձեր վնասի, զանգարեք այս հեռախոսահամարին, փաստաբանի հետ խորհրդակցեք։ Դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբուժներն են հովանավորում ծրագիրը, եթե ատամի հետ խնդրեմ ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք, մաքրման կարիք ունի, արյուն է հոսում լինդից, ուրիշ խնդիրներ կա, զանգարեք այս հեռախոսահամարին, ժամադրություն վերցրեք։ Գրասենյակ գտնվում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում Բրբանկում կվերադառ։ Սա Կոլումբիա համալսարանն է Նյու Յորքում, ամենաբարձրագույն, ամենամեծ կրթական օջախներից մեկը, մագարտակը կրթական շատ բարձր, դասավանդում այստեղ է տեղի ունենում, այսինքն պատիվ է մեկ օր ասում ես Կոլումբիա համալսարանն եմ ավարտել, դա մեծ պատիվ է, դրա համար վարձվում են նրանք, որ այս համալսարանը հաճախել են, ավարտել են, ավել հեշտությամբ վարձվում են, ավել բարձր աշխատավարձով վարձվում են։ Իսկ Կոլումբիա համալսարանը արդեն այդ ժամանակվանից 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո այս
բողոքի ցույցեր կազմակերպեցին, երբ որ Իսրայելը ռմբակոծությունները սկսեց եւ բոլոր ամեն շենքերի 93% հողի հետ հավասարեն է Գազայում, այսպես իշա պաղեստինցիներին այսպես ցույցեր տեղի ունեցավ։ Ցույցերը իսրայելցիներ նաև հрьяաներ ասենքը եկան եւ գիտեք բախվեցին որոշ այս անձիկի հետ։ Նախագահ Թրամփը հիմա 400 միլիոն տարեկան կառավարություն այս համասարանին գումար է տալիս, այսինքն մարդիկ, սեփական անձիկ նաև մեծ գումարներ են հատկացնում այս նվիրատվություններ են անում այս համասարանին, բայց նաև կառավարությունը նախագահ ասեց չի վճարում այդ 400 միլիոնը չի վճարում մինչև հрья աշակերտներին վիճակը ապահով դարձնելու եւ նման ցույցերին եթե չկանխեն թույլ չպիտի տան որ այդպես ցույցեր տեղի ունենա հрья աշակերտները վախենում են գնան համասարան եւ այսպես ուրեմն պատժի ենթարկեց Թրամփը այս համասարանին հիմա ես այստեղ ուզում եմ ցույց ցուցադրել ինչ որ տեսնում եք համասարանի ղեկավարությունը ստիպված եղան ասացին որ ոչ ոք չի կարող դիմակով այդտեղ ցույցերի մասնակցել որ շատ անսովոր է եւ այսպես տեսնում եք Demand Columbia համասարանից ուրեմն դիմակ չեն կարող տնեն եւ փոլիսին նոր իրավունքներ տան որ կարողանան այս ցուցարարներին հեռացնեն կտրբակալեն եւ այլն եւ նոր ղեկավար են նշանակել որ Ասիայից Աֆրիկայի եւ կապ ունեցող դիպարտման բացանեն որպեսի այդ հարցերը հետևեն բայց ասացի բոլոր կենտրոնացածը հрья աշակերտների հрьяաներին բողոքելու հարցի վրա է որ համասարանն ասում է մենք վստահ ենք որ կարող ենք կոնտրոլ անենք համասարանը եւ այսպես խոստում են տվել որպեսի այստեղ տեսնում եք մեկ պրոֆեսոր է սա համասարանի որովհետեւ մուսուլման է եւ ինքը citizen չի իրեն նաեւ համասարանից վտարում են այսպես տեսնում եք այս անձնավորությունը ինչ որ հանեն են եւ չի կարող աշխատի Homeland Security-ն ասում է որ իրեն վիզան իր այսինքն թույլ ենք տվել ոչ թե քո իրավունքը է եւ որովհետեւ ինքը հովանավորում է պաղեստինցիներին հովանավորում է եւ անցյալում այս կինը այցելել է Բեյրութ Լիբանան եւ մասնակցել է Հասան Նասրոլլահի, որը Համասի ղեկավարն էր, նրա թաղմանը մասնակցել է, ուրեմն պետք է համասարանից վտարեն իրեն, այսպես տեսնում եք, մեղադրում է, որ Հասան Նասրոլլահը ասացի, այս անձնավորությունն է ինչ որ Իսրայելը ռմբակոծեց, սպանեց, այսպես տեսնում եք։ Հիմա ես ընդհանուր նախագահ Թրամփի հավանության մասին եմ ուզում խոսել, առաջին անգամն է, որ այսպես բարձր Թրամփը հավանություն ունի, թե իրեն առաջին նստաշրջանում, թե հիմա, մինչև հիմա իր հավանությունը այսքան բարձր չի եղել։ 47%-ով հանրությունը այստեղ ասում նախ սա երկրի վիճակը ավել շուտ 44%-ն է որ ասում է որ երկիրը ճիշտ ուղղության վրա է վերջին 20 տարվա ընթացքին դա կլիներ թե Թրամփի ժամանակ թե Բայդենի ժամանակ թե Օբամայի ժամանակ առաջին անգամն է որ ժողովուրդը այսպես է մտածում որ երկիրը ճիշտ ուղղության վրա է 54% այս երկրի բնակիչների ասում են on wrong track է սխալ ուղղության վրա է այս երկիրը այս վերջին 20 տարվա ժամանակ ինչ որ ասած է Օբամայի ժամանակից մինչև հիմա առաջին անգամ սա է բացատրում քիչ առաջ առաջին անգամն է որ Թրամփը իրեն առաջին նստաշրջանում կամ հիմա որ իր երկրորդ նստաշրջանում է
47% հավանություն ունի։ Միշտ Թրամփի հավանությունը այդ առաջին 4 տարվա ընթացքին եւ այս վերջին ամիսների ընթացքին ամենաբարձրագույնը, ինչ հիմա տեսնում եք 47% է։ Միշտ 30 քանի տոկոս է եղել իր հավանությունը, իսկ 51%-ը չեն հավանում իրեն, disapprove են անում, 47% հավանում են, 51%-ը բնակչության չի հավանում նախագահ Թրամփին։ Ես ուզում եմ խոսել հիմա մեկ Հարավային Կորեայից, մեկ մայր իր զավակի հետ եւ իրեն ազգականի հետ, cousin-ի հետ գալիս են այս երկիր, գնում են Grand Canyon, գիտեք այդ monument-ը կամ ինչ որ այնտեղ խոշոր տարածք կա, գնում են տեսնելու, որ աշխարհի զարմանալի տարածքներից մեկն է Արիզոնայում այդ Grand Canyon-ը։ Իսկ հետո անհետանում են այս 3 հոգին։ Իսկ մի accident է տեղի ունենում, այս 3 անձնավորությունը, այստեղ տարիքները նաև 33 տարեկան, 43, այսինքն 63 եւ 54 տարեկան են, անհետացել են։ Մի հատ accident է այդ ճանապարհին տեղի ունենում, որովհետեւ ձյուն էր, սա արդեն ամսի 13-ից անհետացել են այս 3 անձնավորությունը, այսօր ես ինչ խոսում եմ ամսի 23-ն է, ընդհանրապես պատկերացրեք 10 օր է անհետացել են, այդ accident-ը 22 մեքենա accident-ի մեջ են լինում եւ հրդեհվում են մեքենաներ 20 ժամ տևողությամբ, այդ հրդեհը մինչև կարողանում են մարել այդ ավարտեն այդ հրդեհը եւ հիմա շարունակենք։ Այստեղ տեսնում եք իրենց այս անձնավորություններին մեկ սպիտակ BMW վարձել են գնան, որ Grand Canyon-ից Las Vegas գնան, ու այդպես կորեն են ճանապարհին։ GPS մեքենաները հիմա նորերը GPS ունեն, ցույց է տալիս, որ I-40 անցյալ 5 շաբթի օր այդ freeway-ի վրա են եղել ու միանգամից անհետացել են նրանից հետո։ Հիմա հայտնի չէ այդ կրակի մեջ են եղել, թե ուրիշ սև են կորել, տեսնում եք այս 22 մեքենան է, որ տեսեք ոչինչ չի մնաց այդ մեքենաներից եւ երկար ժամանակ հրդեհվում էր, որտեվ ձյուն էր եկել եւ այսպես տեսնում եք մեծ տրակ, փոքր անձիկին տեսնում եք rent-ն արել BMW-ն ամսի 13-ին եւ մի մայլ հեռավորությունի վրա եղել, որտեղ մեքենան վերցրել էին ու գնում էին։ Այստեղ տեսնում եք Grand Canyon-ն եք տեսնում, հետո պետք է ուղղեին դեպի Las Vegas, իսկ շերիֆը ասում է, որ որևէ հետք իրենցի չկա, արդյոք այդ հրդեհի մեջ են եղել թե ոչ, դեռ չեն կարողանում ճշտեն այս հարցը։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, շարունակեմ ծրագիրը մեկ բաս Նյու Ջերսիում ցես ցուցադրեմ եւ Մայամիում հրդեհ տեղի ունենում, հետո եղանակի մասին խոսեմ, հետո կարմրուկի մասին պիտի խոսեմ, Տեսլա մեքենաներին վերաբերող ցես ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում։ Քարավան ռեստորան ցեզ է առաջարկում ճաշ կամ ընթրիք, եթե գնաք այնտեղ։ Իսկ դրանքից նաև առաջարկում է ձեզ հարիսա է առաջարկում Քարավան ռեստորանում 1108 West Glenox փողոցի վրա է գտնվում, Glenox եւ Grand View փողոցի այդ հատման կետին շատ մոտիկ է, բայց Glenox փողոցի վրա է։ Իշեք այսպես Glendale-ի մասամբարեմտյան մասն է Քարավան ռեստորան։ Ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Թավանսին հովանավորում է աչքի վիրահատող մասնակետ բժիշկ։ Իրեն գրասենյակը հիմա գտնվում է, այստեղ տեսնում եք 240 South տեղափոխվել է 240 South Jackson փողոց, Suite 310
ուրեմն 240 South Jackson փողոցի վրա է, երրորդ հարկում է, բայց դուք անպայման զանգարեք, ժամադրություն եք եւ ցեզ նոր հասցեն, ինչ որ գրված այստեղ նաեւ ցեզ կհուշեն։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը։ Ընդամենը Hollywood Piano-ն 98 տարի է աշխատում է։ 3 կենտրոն են, իսկ ամենախոշորը Arroyo Parkway, South Arroyo Parkway, Pasadena-ում է գտնվում։ Հարյուրավոր դաշնավոր կտեսնեք այս խանութում միայն, ուրիշ կենտրոններ նաև ունի Santa Ana-ում, էլի Pasadena-ում։ Որևէ գույնի մեջ կարող եք պատկերացնել, որևէ տեսակ, որևէ չափով, փոքր, մեծ, սիմֆոնի դաշնամուր, upright դաշնամուր, ինչ որ մանուշակ, վարդագույն, կարմիր, սև, սպիտակ, դեղին, կանաչ դաշնամուր, եթե ձեր տան կահկարասիկի հետ համընկնում է, այդ տեսակ կարող եք վերցնել, կվերադառնա։ Նյու Ջերսի քաղաքում մեկ բաց որ երեխաներին այդ դպրոցի բասերից տանում էր, փոթորիկ է տեղի ունենում, հիմա անցնենք առաջ, տեսնենք ծառը կոտրվում եւ այս բասին տեսեք ինչ վիճակ է հանում։ Վարորդը եւ 10 երեխա են լինում, վարորդը եւ 10 երեխա մեքենայի մեջ վիրավորվում են, բայց ոչ ոք չի մահանում, բայց տեսեք բասը ինչ վիճակի է ընկել։ Իսկ Ֆլորիդայից մինչև Նյու Յորք փոթորիկ է նաև տեղի ունենում, որ ես այստեղ ուզում եմ ցուցադրել, սա Մայամիում տեղի ունեցող այդ փոթորիկն է, որ պատճառ է դառնում հրդեհի պատճառն է դառնում, այստեղ տեսնում եք։ Ես հիմա ուզում եմ խոսել ընդհանուր եղանակի մասին արևելյան մասում։ Մեզ մոտ արդեն եղանակը գիտեք ինչպես է, այս օրերից մի քիչ ավել տաքանալու է, բայց տեսեք արևելքում ինչ է տեղի ունենում։ Այսօր Կիրակի առավոտյան եւ հիմա կեսօրից հետո ժամը 5-ը, տեսեք մոտարապես 0-ի մոտ եւ որոշ տեղերում 0-ից ներքև է, քանի որ հիմա գարուն ենք եւ քամի փոթորիկ է տեղի ունենում եւ ձյունն է ինչ որ իջել է որոշ տարածքներում եւ կարկուտ քամի կարկուտ եւ թորնեդո փոթորիկ այսպես տեսնում եք այս տարածքներում Memphis, Tennessee այդտեղ տեսնում եք եւ ուրիշ կենտրոնների ինչ որ տեսնում եք բոլորը եթե այդտեղ Լուիզիանայի հյուսային մասում այսպես վիճակ է տեղի ունենում եթե այդտեղ է կայծակը տեղի է ունենում ուշադիր եղեք ձյուն վաղը նաև ձյուն է տեղի ունենալու ձեր շրջաններում Բաֆալո, Նյու Յորք եւ Բոստոն այդ տարածքները եւ հարավային մասը Նյու Յորք եւ ավել հարավ անձրև է տեղի ունենալու հոտավաղը։ Ես ուզում եմ խոսել կարմրուկի մասին, measles, որը հիմա տեսեք անցյալ տարի 248 հոգի մոտարապես կարմրուկով հիվանդացել են երեխաներ։ Իսկ այս տարի դեռ տարեսկիզբն ենք ասամ 378 հոգի կարմրուկով այսպես հիվանդացել են։ Եվ եթե նրանք են հիվանդանում, որ այդ երեխաները որ սրսկված չեն, այստեղ Կալիֆոռնիայում այդպես չի, պահանջում են դպրոց գնան սրսկվեն, բայց եւ անպես, եթե դուք ուրիշ նահանգներում ապրում եք, երեխան անպայման պետք է սրսկվի։ Measles-ը 1960 թվականից արմատախիլին արել, որովհետեւ մինչեւ 2000 թիվ այստեղ կարմրուկը գոյություն չուներ, իսկ նրանից հետո այդ մեկը ասում է, եթե սրսկեմ այսպես կլինի, այնպես կլինի, որ չեն սրսկում, խիստ տարածվում եւ մի երեխա մահացել է այս կարմրուկի հետևանքով։ Ես նաեւ ուզում եմ հիմա խոսեմ ISIS-ը, ծայրահեղ իսլամականները
գնաց, եթե ես իհարկե այստեղ հաղորդել եմ արդեն 10 տարի է, մոտարապես 8 տարի ավել անցնում է, որ իրենք կառավարություն էին ստեղծել մի մաս Սուրիայի, մի մաս Իրաքի տարածքը գրավել էին եւ խալիֆաթություն էին ստեղծել եւ այդտեղ այդ ծայրահեղ իսլամները երկիր էին կոչել։ Իսկ հետո, գիտեք, հարձակվեց ռուսները Սուրիայում օգնեցին, Սուրիայի կառավարությանը տապալեցին, Իրաքում ամերիկացիք օգնեցին, տապալեցին այնտեղ, իսկ ինչ պատահեց սա է, որ ձերբակալեցին մեծ թվով անձիկ, այդ թվի մեջ 10,000 հոգի տղամարդ չափահաս եւ 40,000 կանայք եւ երեխաներ։ Եվ իրենց տարին, որ քուրդերը կարողացին նաեւ այդտեղ կոչեն անկախ երկիր Սուրիայի մեջ, իրենց անկախ տարածքը հայտարարեցին Սուրիայում քրդերը։ Եվ քուրդերը այդտեղ են հիմա, իրենք նավթ են արտահանում եւ այլն։ Իսկ ամերիկացիք մոտարապես 2000 զինվորականներ ունեն, որտեղ նախագահ Թրամփի առաջին նստաշրջանում ուզում էր այդ ամերիկացի զինվորներին այդտեղ հաներ, իսկ իրեն խորհուրդ տվին, եթե անենք, քրդերը կամ քուրդերը չեն կարողանա շարունակեն, իրենց այդ անկախությունը ինչ որ գոյություն ունի, տապալվելու է։ Դրա համար այդ ժամանակ չանեց, հետո Բայդենը եկավ, օգնեց իրենց, Բայդենը նաև ռմբակոծում էր ISIS եւ այսպես։ Իսկ հիմա ես ուզում եմ ցույց տալ այդ անձիկ, որ ձերբակալված են այնտեղ, սրանք տղամարդ քուրդերն են, որ ձերբակալված են տղամարդ ISIS-ի, ծայրահեղ իսլամների զինվորականներն են։ Իսկ կանայք եւ երեխաները այս վրանների տակ են ապրում եւ շրջապատված են, այդ տարածքից դուրս չեն կարող կամ բայց ազատ են, բայց տղամարդիկ բանդի մեջ։ Իսկ այս երեխաները շատ իրենք ծայրահեղ են դարձել։ Այստեղ տեսեք, որևէ ուրիշը գալիս է, քարկոծում են։ Հիմա կտեսնեք, տեսեք, քար են գցում եւ այսպես։ Հիմա քուրդ ղեկավարությունը այնտեղ տեսնում եք, ասում է ձերքով ցույց են տալիս, որ ձեր վիզը կտրելու ենք, այս երեխաներն են, այդ ծայրահեղների երեխաները, որը սպառնում են բոլորին, տեսեք ինչ են անում այստեղ։ Եվ դրա համար է, որ քուրդերը շատ մտահոգված են, որ նախագահ Թրամփին խնդրում են, որ զինվորականներին, ամերիկացի զինվորականներին այդ տարածքներից չհանեն եւ Ամերիկայի կառավարությունն է ինչ որ ծախսը վճարում է, որ քուրդերը այստեղ իրենց հենց այսպես բանդարկված պահեն, իրենց կանայք, երեխա եւ տղամարդիկ իհարկե բանդի մեջ, կանայք երեխաները այս տարածքում։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, հավի մասին պիտի խոսեմ, ծույի մասին պիտի խոսեմ, նաեւ social security-ի մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Court Furniture, հովանավորում է ծրագիրը։ Court Furniture-ը Ամերիկայի ամենամեծ furniture-ի խանութն է, եթե բոլոր խանութները նկատի առնենք, բիլիոնատերի պատկանող Warren Buffett-ը տերն է, սրա որ իր ամենափոքրիկ բիզնեսը սա ինչ որ 100 խանութ ունի Ամերիկայում, 330 նոր ցենտրալ եւ մրթելի հատման կետում է գտնում։ Եթե գրասեղան աթոռներ եւ նաեւ նոր մատրես պիտի գնեք, ամեն մատրես 7-ից 8 տարի է կյանքը, եթե այդքան ժամանակ օգտվել եք, պիտի փոխեք, այցելեք, իրենց գրասենյակները գտնվում են այստեղ Գլենդելում, նաև Orange County-ում գտնվում է եւ Santa Ana քաղաքներում խանութ ունեն։ Orange County-ում Euclid եւ 405 freeway-ի հատման կետում է գտնվում Court Furniture-ը։ Raffi's Market-ն է հովանավորում ծրագիրը։ Raffi's Market գտնվում է Burbank քաղաքում, Գլենդելի արևանության, իրենք ձեզ առաջարկում են, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն, կարող եք գնալ վերցնել այնտեղից։
M&M Liquor եւ Market-ն է ովանավորում ծրագիրը։ M&M Liquor Market-ը ռեկլամում է նաեւ կտեսնեք խմիչք են վաճառում ամենացածր գնով։ Անպայման այցելեք M&M Liquor Market Glenox փողոցի վրա 1951 West Glenox փողոցի վրա է գտնվում։ Ծրագիրը ովանավորում է նաեւ Անդրե Ղարիբյան փաստաբանն է ովանավորում։ Եթե ավտովթար եք ունենում, bankruptcy պիտի ֆայլանեք, հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ ձեր աշխատատեղում, զանգարեք հեռախոսահամարին կվերադառնա։ Bird flu կամ թռչունների այս ֆլուն ինչ որ գոյություն ունի, ամենտեղ գիտեք ազդեն է, հավը, հավկիթը, ծուն, այսպես ազդեն է, պատկերացրեք, միշտ այս երկիրը պետք ունի 340 միլիոն ծուի պետք ունի։ Հիմա կարողանում են այս, որովհետև հիվանդանում են, հրդեհում են այս հավերին, որպեսի այս հիվանդությունը bird flu-ն տարածվի ուրիշ թռչնակների վրա, ուրեմն հրդեհում են։ Եվ այսպես հիմա 280 միլիոն ծու կա, ասում են կավելանա հիմա քիչ, դրա համար դժվար է գտնելը եւ այստեղ օրինակ մեկ մարդիկ են, որ այդպես դրանով են զբաղվում, իսկ իրենց ասեն են, որ կառավարությունը օգնում է, երբ որ հրդեհում են, հետո իրենց գումար են տալիս։ Հիմա այդ գումարը ինչ որ պիտի վճարվի, որ իրենք չվաճառեն ու հրդեհեն, այստեղ տեսնում եք օրինակ մեկ անձ է, որ ունի, տարածք ունի, այդ աճեցնում է հավը, ծու եւ այլն, այսպես տեսնում եք $220,000 այդ իրենց ծախսի են այլ։ Կառավարությունը ասում է մենք կվճարենք, վճարում էին եւ գրանտ կտան, այսինքն անվճար գումարը կտան, որպես իրենք չվաճառեն իրենց հավը, USDA, US Department of Agriculture ասում է։ Իսկ Թրամփը հիմա ամեն ինչը կանգնեցրել է, որ այս մարդիկ չեն կարողանում գումար ստանան եւ իրենք զգում են, որ դժվարության մեջ են այդ պատճառով, այստեղ տեսնում եք USDA-ը ասում է մենք աշխատում ենք, որ այդ հավերի կամ թռչունների տերերին միցև իրենց բերը իջեցնենք, financial burden-ը իջեցնենք եւ ասում ուսումնասիրելուց հետո այդ գումարները կհանձնեն, բայց ասացի, եթե մարդիկ չեն ստանում, հետո չեն կարողանում նոր գնել, այսինքն նորից աշխատել, որ կարողանան շուկայի հասցնեն այդ։ Ես ուզում եմ խոսել նաև հիմա Tesla-ի մասին խոսեմ։ Tesla մեքենան գիտեք Իլոն Մասկ նախագահի հիմա խորհրդատու մոտիկ ընկեր բարեկամ է դարձել նախագահ Թրամփի հետ այնտեղ է։ Իսկ մարդիկ գնում են Tesla մեքենաները, Tesla մեքենայի dealership-ը բոլորը պատկանում է հենց ինքը ընկերության, այսինքն Tesla մեքենայի ընկերությունը dealership-ները իրենց է պատկանում։ Օրինակ General Motors-ը dealership-ները վաճառված է մարդկանց։ Մեկ մարդ տերն է, օրինակ այստեղի Benz-ի dealership-ի, մեկ մարդ տերն է BMW dealership-ի այստեղի, բայց Tesla մեքենան բոլորը պատկանում է գործարանին, այսինքն Իլոն Մասկին է պատկանում։ Եվ հիմա որովհետև ժողովուրդ բարգացած է Իլոն Մասկի վրա, մարդիկ, որ աշխատում են կառավարության, աշխատանքից անում են, եւ այսպես բարգացած են գնում են եւ հրդեհում են Tesla dealership-ները, որ ուղղակի Մասկին կապ ունի։ Ես ուզում եմ այստեղ ցույց ցուցադրել, տեսնեք փողոքի ցույցերն է, որ Իլոն Մասկը այդպես ազդեցություն ունի այս Tesla-ի տերներ, մեկը, որ ասում է, որ այստեղ տեսնում եք գինը Tesla-ի խիստ իջել է եւ մեծ վնաս նրանք որ Tesla ունեն, որովհետեւ գինը 50%-ով իջել է եւ մարդիկ վախեցած են Tesla-ն վարելուց, որ այդպես դեպքեր չպատահեն։ Նախագահ Թրամփն է, որը սպառնում է
ասում է, որ նրանք որ գնան Տեսլա հրդեհեն, իհարկե ինքը ասում է, սովորաբար նախագահը այսպես հարցում չպիտի անձամ մխրճվի, որովհետև նախագահի աշխատանքային ծիրի մեջ չի տա, որ սպառնա ժողովրդին եւ ասում է ցես կձերբակալենք եւ մինչեւ 20 տարվա պատիժը ինչ որ ունենալու եք jail time-ով 20 տարի այսպես ասում է նախագահը հիմա սա Տեսլայի որտեղ մեքենան տանում են charge անեն Տեսլան կենտրոններ ունի ճիշտ gas station-ի նման այդ կենտրոններից է որ գնում են այդ կենտրոններն են հրդեհում որ մարդիկ չկարողանան իրենց մեքենան նաեւ charge անեն որպեսզի կարողանան օգտվեն ես ուզում եմ խոսել նաեւ social security-ի մասին հիմա խոսեմ social security-ին այստեղ տեսնում եք social security administration-ը մեծ թվով նախագահ Թրամփը հրաման է տվել որ աշխատանքից անեն եւ բոլորին ասեն են որ մինչեւ մայիսի 31-ը ժամանակ ունեն եթե պետք է նորոգեն իրենց social security վերաբերող հարցերը որ միայն համբյուտերով կամ անձամբ գնաք social security կենտրոն գնան նախապես հեռախոսով կարող էին խոսել social security հարցնում էին անունը social security հարցեր էին տալիս հիմա հնարավոր չի լինի սրանից հետո social security կամ իրենց սայթի մեջ պիտի մտնել կամ պետք է անձամբ գնաք social security office հիմա ասում են մտահոգ են որոնք մարդիկ կան հնարավորությունը չունեն մեքենայի եւ այլն այսպես տեսնում եք նախ որ ասացի իջեցրեն են մարդիկ որ աշխատողներին հանում են աշխատանքից Իլոն Մասկը social security աշխատողներին աշխատանքից հանելն է ասում է չեն աշխատում ավել efficient դարձնելու ավել գործնական դարձնելու համար հարկավոր է որ սրանց հանեն իսկ ես ուզում եմ դպրոցների մասին հիմա խոսեմ այստեղ տեսնում եք դպրոցներում նաև հիմա գիտեք 2/3 տարբեր տեղերում օրինակ սա ինչ որ այստեղ տեսնում եք երեխաներ այդտեղ ստանում են ուտելիք որով մեկ Ամերիկայի Department of Agriculture 1 բիլիոն միրգ է տալիս ուրիշ տեսնում եք այդտեղ ինչ որ նկարի մեջ տեսնում եք տրամադրում է դպրոցներին որպեսզի անվճար հանձնեն այն աշակերտներին որ ծնողները հնարավորություն չունեն գիտեք երեխաները ուտելիք են ստանում եթե ընտանիքը հնարավորություն չունի անվճար է ստանում եւ հիմա օրինակի համար Մասաչուսեթում 12.2 միլիոն դոլար տալիս էին որ fresh այսինքն թարմ միսը բանջարեղեն բոլորը տեսնում եք միսը այսպես տեսնում եք փոփոխություններ ինչ որ գալու է նամանավանդ հիմա որ ամեն ինչը դադարեցրեն են մինչև հստականա վիճակը կառավարության նախագահը եւ ինչ որ ասացի կրճատումներ պիտի կատարեն նաեւ այս ոլորտում տեղի ունենալու կրճատումներ հիմա ինչպես է լինելու ով կստանա ուտելիք կստանան անվճար եւ ուրիշ բոլոր մանրամասնությունները որովհետեւ նոր են սկսել այս որտեղ որ ոլորտում կրճատումներ լինի հետո երևի ավել կհստականա ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ մեկ մայր սպանում է իր 11 տարեկան երեխային դրան անդրադառնամ իսկ ծրագիրը ովանավորում է Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը։ Նպարատուն եք գնում այս տեսակը վերցրեք։ Հովանավորում են ծրագիրը դուք իրենց հովանավորեք։ Նաղաշ լավաշ։ Եթե չունի այդ նպարատունը, պահանջեք որ այս տեսակը բերեն։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիր։ Եթե ձեր թաթի վրա թաթի տակ վերք է լինում, ոտքի վրա վերք է լինում, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգահարեք այս մասնագետին։ Սրտի վիրահատող ինքը եւ նաեւ այս հարցերով զբաղվում է։ 4 կենտրոններ ունի Orange County,
Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 իսկ Glenox փողոցի վրա է գտնվում։ Հեռախոսահամարը նույնն է։ Զանգարեք այս հեռախոսահամարին։ Պարոն Էդվարդն ովանավորում ծրագիրը, բիզնես ունեք, ուզում եք վաճառեք, հոգնել եք, էլ չեք ուզում աշխատեք, հանգստի եք ուզում կոչվեք, կամ ուրիշ բիզնես եք կարող ուզում սկսել։ Ձեր բիզնեսը վաճառեք, զանգարելով այս հեռախոսահամարին, ձեզ օգտակար կլինի պարոն Էդվարդը։ Jackpot-ն ովանավորում ծրագիրը, Jackpot գտնվում է Թահանգա քաղաքում եւ ձեզ առաջարկում Հայաստան պիտի գնաք, հագուստ պիտի տանեք, երկուսը իջեցրեն են ընդամենը $15, նաեւ տապատ կարող եք վերցնել երկու հատը $15 ինչ որ տեսնում եք, ջակետ տավան կամ բոլորը իջեցրել են գինը, որպեսզի դուք կարողանաք Հայաստան ղրկեք կվերադառնալ։ Մեկին իր ամուսինից բաժանված է, ուրեմն գալիս է Կալիֆոռնիայի իր երեխային տեսնելու, 3 օր իր հետ է լինում եւ այդ 3 օրվա ընթացքին ինչ որ իր մոտ է լինում Orange County-ում լինում է, չգիտես, ինքը ասում է չգիտե ինչ եմ վերցրել, միցե կարծեք կորցնում է իր հասկացողությունը եւ տանակով սպանում է իր 11 տարեկան երեխային։ Այսօր ես ուզում եմ ձեզ ցույց տալ այդ հոթելում ինչ որ կամ մոթելում տեսնում եք ոստիկանությունը, հետո ինքը դուրս է գալիս, լացում, գոռում, կոչում, ասում է երեխայիս եմ սպանել, պոլիսը գալիս է իրենց տեսնում եք ձերբակալում, տանում են, այսպես տեսնում եք։ Այս տեսնում եք իր անունը Սարիթա անունով Կալիֆոռնիայից հեռացել 2018 թվին, երբ որ բաժանվել էր իր ամուսինից։ 3 օրվա փասեր վերցրել Դիզնիլանդում, դրա համար Անահայմում այդ հոթելը վարձում է եւ իր երեխայի հետ լինի եւ երեխային իբրտե ուրախացնելու համար եւ երեխային պետք է հենց այդ օրը ինչ որ սպաներն էր հետ վերադարձներ իր հորը հանձներ, բայց հիմա ինչ է պատճառը, ինչպես է լինում կամ ինչ էր վերցրել դա թմրեցուցիչ էր, ինչ էր Orange County DA-ն ասում է չգիտենք, մինչև հստականա տեսնում եք այս թմրեցուցիչներ երևի այդպես պիտի լինի, երբեմն հիմա, որովհետև սինթետիկ է, այսինքն հին ժամանակ, այսպես մարիհուանա էր, ուրիշը, սրանք տարբեր բույս են կամ եւ այլն, կամ հերոինը լինի եւ այլն, բայց այս քիմիական պատրաստվածը չափը անձը կոնտրոլ չունի, կարծում է մի քիչ է վերցրել, բայց կարող է այնքան հզոր լինի կամ իրեն սպանի, կամ ինչ որ իր հասկացողությունը խանգարվի եւ տեսնում ենք օրինակը երևի մեկը սա է ինչ որ տեսակ այստեղ։ Ես ուզում եմ խոսել, տեսնեք երբեմն վարորդները ինչ տարօրինակ էստեղ, եթե տեսնում եք բասը կանգնեն է, երբ բասը կանգնած է, մեկ լեյն բասը կանգնած է, այսինքն պետք է մեքենան հետևում կանգնի, չկա, գալիս է կողքից, այնտեղ որ փողոցը չի տա, կողքի շոլդերն է, նայեք տեսեք որտեղից այս երեխաները ուզում են բասը մտնեն, տեսեք որտեղից եկեն անձի, որ համբերություն չունեն, սա մենակ մեկ լեյն փողոց է, մեկ գիծ փողոց է, որ միայն մի գիծ փողոց է, գալիս է այս, տեսնում եք տարածքից, որ չպիտի, մեքենա չպիտի այստեղից անցնի, մենակ այստեղ պետք է գնան, բասը կանգնեն է, ինքը պետք է մնար բասի հետևում, հիմա փնտրում են անձին, այսպես տեսնում եք Ինդիանայում տեղի ունեցող կարող էր դժբախտություն պատահեր այս վերաբերյալ։ Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից թիթեռների մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք ցանկություն ունեք այս տարեցների կենտրոնը այցելելու, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն։
ծրագիրը նաև հովանավորում է անաշե գիֆտն է հովանավորում, անաշե գիֆտը ձեզ առաջարկում է, հա տեսնում եք, այստեղ տեսեք, սա չափն է, ամենայն դեպս այստեղ այսքան մեծ է, ես կարող եք օգտվել, եթե ուզում եք տաք պահել ձեր թեյը, սուրճը, ընդամենը կինիչեցրեն $9.99 Անաշե գիֆտ գտնում եք Գլենոքս փողոցի վրա, Գլենդելում է, բայց Բրբանկի հարևանության է գտնվում, նաև ուզում եմ հիշեցնել, եթե դուք ցանկություն ունեք Դուբայում կամ Դուբեյում կալված գնել, այդտեղ մինչև $135,000 կարող եք քանդո գնել այնտեղ, իսկ 20% դան է պահանջում, տոկոս գոյություն չունի այնտեղ, դուք դանը տալիս եք, գիտեք արաբական երկիր է, տոկոս չեն վճարում անձիկ, եթե ցանկություն ունեք, զանգահարեք, խորհրդակցեք Ալեքս Ահարոնյանի հետ կվերադառնա։ Թիթեռները կարող են շատ գեղեցիկ լինեն, ինչպես այստեղ տեսնում եք, բայց անցյալ 20 տարվա ընթացքին թիթեռները վերանում են, 20%-ով ավել քիչ թիթեռ կա հիմա, քան թե անցյալում, որովհետև շատ նոր վերացող այս միջատը կամ թիթեռը ինչ որ տեսնում եք այստեղ, իսկ հիմա ասում են, որ բարեբախտաբար կարող են հետ վերադարձնել, շատ հեշտությամբ վերականգնում է թիթեռը իր կյանքը, բայց ասացի հիմա 20 տարի է իջեն այդ քանակը թիթեռի թիվը շատ իջեն է, բայց հույս ունեն, որ այդպես չի լինի, տեսնում եք թիթեռը ծաղիկի վրա տեսնում եք ինչ գեղեցիկ թիթեռներ կարող է տեսնեք, բայց հույս ունեն կվերականգնեն այս գեղեցկությունը օգնելով թիթեռին, որպեսզի օգտակար իրենց աշխատանքը կատարեն, ինչ որ այստեղ տեսնում եք։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։